Այս հատվածը մենք բացել ենք օգոստոսի վերջին։ Այսինքն մնացած հատվածները դե միանշանակ կոնկուրս ստեղծում է եւ այստեղ մի քանի Վերջին անգամ եկա վերանորոգվել Դիմատիկին սամձել վերահսկողության ներքով է պատմամշակութային մենք հաստատակալում այդ պրոցեսում նախարարությունը անպայմանորեն իր բանը այսպես ասած ստորագրությունը կհասցնի։ Այսինքն հիմա այն ամենախորը կապիտալն է 70-ականներին այս երկաթ բետոնը ծածկվել իր հենարանները քանի որ սնամեքը եթե ծածկը լավ ջրամեկուսացված չի ջուրը ներթափանցումը գնում է հենարանների մեջ նախագծի մեջ նախատեսված է նոր տեխնոլոգիա որ պոլիմերիզացված բիտումային հիմքով ասֆալտ օգտագործվելու որը գտնելու է եւ մետաղին եւ շարունակ եւ ասֆալտին եւ տապանումների դեպքում ինքնին բաներ չունի արտիկանները այնտեղ մի քետ կան նկատում են այն ներքևի ներսի հատվածներում գործանում հենարանների մեջ այո կան մուտքեր մինչև ներքև ազդեցնել դիտարկումներ այսինքն չժանգոտվում որը եւ մետաղին է գտնելու եւ ասֆալտին է գտնելու թողնելու որ ջրերը ներթափանցեն ներսես լարերը անցկացնել լարերն էլ են ամենակարևորն այսինքն կամրջի տեսքը լրիվ փոխվելու բանը սյուներն են ունենալու եւ ոչ մի լարով դա վերաբերում է ամբողջ Գերմանը այս աշխատանքը ամենակարևորն է Միջայլոց համալիք է ներկայացվել է շրջանցամային ծրագիր է գելա հասնալ վերնապետել է լավ ծրագիր հետո ես մտածում եմ ռեկրեացիոնով այստեղից կարելի է երկու տեղից բան քայլուղի բացել ձորից համալիրից ձոր որը ավելի տարածքը կմեծացնի այսինքն եթե հնարավոր է լինի հեծանվողի է լինի մենք հիմա մի հատ նախագիծ ենք նայում Պրոշյանի դեպի այս կողմի լանջ քայլուղի արդեն դիմել են նույնիսկ ճարտարապետային առաջադրանք ստանալ որտեղ ասենք այդ ձևը իմ ասում եմ չէ Երևանի կենտրոնում տարածք չկա տարածք բացելու ձև է եկել նույն տարածքի մեջ տենիս ավելի շատ տեղ կա քայլելու հեծանիվ քշելու ժամանակ անցկացնելու Տիկին Անդրեասյան տեսա որ Եղեռնի հուշահամալիրի 3 նյութերը սկսել այո աշխատանքները երկրորդ դե արդեն տեխնոլոգիաները պարզ են առաջին փուլը մեզ համար նաև իսկապես կարևոր նա խիստ հսկողության տակ պլանավորվում Էլի համոզված են որ մինչև ապրիլի 24 մենք մինչև դեկտեմբեր պիտի ավարտենք այս տարի որովհետև հիմա այն սեզոնն է որ հնարավորություն կունենա ամբողջ թափով աշխատանքները անել փորձը կա տեխնոլոգիաների վրա այդ ժամանակ չենք փորձնի քննարկումների անցյալ տարի քննարկումները շատ ժամանակ տարան որ ամեն քայլը նաև մասնագետորեն հիմնավորված լիներ այնպես որ կարծում եմ մինչև դեկտեմբեր կարող Այս պարտին լրիվ ճարտուշու եղած Այսինքն իր ռիսկը են նա, որ դրել մեծ խնդիրը նա չի շրջապատված, այլ նաև որ սրա միջոցով ջուրը կապանցելու գնալու է եւ հայկայելու մետաղական հատվածներն մենք ճանապարհահատվածը շուտ ենք բացել իսկ ներքևը գործը հենց շարունակվել տարբեր հատվածներում լուկեր կան համադրված ու լուկից արդեն սպասել իրականացվում Շատ լավ, դե գնաց առայն ում չենք տեսնելու սպես իրականում տենց բավականին ռիսկային վիճակում գտնվող կամուրջ էր,
Սերազդան մեծը։ Ու սա ոնց որ ավտոմատ կերպով մեզ բան արեց, սիգնալ տվեց, մենք բոլոր կամուրջների, բոլոր Երևան քաղաքի բոլոր կամուրջների ընդհանուր բան արեցինք, տեխնիկական վիճակի մասին աշխատանք պատվիրեցինք, հիմա էլ դա թվայնացրել ենք, GIS-ում մեր բոլոր կամուրջները իրենց պասպորտով, այսպես ասած, տեղադրված են եւ թվայնացված։ Այո։ Պետք է արդեն այդ կուլտուրան էլ մեր որ մանավանդ թվային հարթակում, թվային իրանց այդ արել ենք ամբողջը։ Որ ամեն ինչը, որտեղ ինչա օգտագործվել, որ թվին, այդ շատ կարևոր է, էլի, որ հետագայում էլ հաստատել ենք անձնագրի օրինակելի ձևը եւ կամուրջների համար, եւ շենքերի համար։ Էսա տեսնում ենք արդեն, էլի։ Այսինքն սա պետք է այսքան հեռու չլինի։ Իրականում այստեղ հեռուի ու մոտիկի հարցը չի, այս վնասվածքներն են, որովհետև այս կարերի հատվածները, այս բոլոր հատվածները հիմնանորոգվում են։ Հիմա այն ամենախորը կապիտալ նորոգ։ Այո։ Լարերը անցկացնել գետնի տակ։ Լարերն էլ է իջնում, այդ ամենակարևոր հարցը։ Այսինքն կամրջի տեսքը լրիվ փոխվելու է։ Բանը սյուներն ենք ունենալու եւ ոչ մի լար օդում, հա։ Դա վերաբերում է ամբողջ Կիևյանին, պարոն վարչապետ։ Իրականում հենց հիմա Կիևյանում այդ աշխատանքն ենք անում ու Կիևյանն էլ երկու կողմից մայթերը լի տուֆով ենք պատելու, ոնց իրականում շատ գեղեցիկ սիրուն փողոց ենք ստանալ ամբողջական։ Բայց դե այս աշխատանքը ամենակարևորն է, հա, անվտանգության հատվածին։